Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալի ստեղծագործական թիմը վերջապես հաստատեց՝ սոսը ողջ է և վերադառնում է։ Սա թերևս ամենամեծ անակնկալն է հեռուստադիտողների համար։ Նրա վերադարձը մեծ փոփոխություններ կմտցնի ողջ սյուժեի մեջ, սակայն ամենակարևոր հարցն այս պահին մնում է անպատասխան՝ ով է մարմնավորելու սոսի կերպարը։ Հեռուստադիտողները տարբեր կարծիքներ են հայտնում և քննարկում մի քանի տարբերակ՝ հայկ-աֆրիկյան, Կարեն Ասլանյան, թե Կարեն Հովհաննիսյան։ Հայկ-աֆրիկյանն հավանաբար ամենահավանական թեկնածուն է։ Սերիալի սկզբից Դիանա Գրիգորյանը նշել էր Հայկ-Աֆրիկյանի անունը և հետաքրքիր է, որ մինչև այժմ դերասանը սերիալում դեր չի ունեցել։ Սա ավելի է ամրապնդում այն կարծիքը, որ հենց նա է լինելու սոսի մարմնավորողը։ Հայկ-Աֆրիկյանն արդեն հայտնի է իր կտրուկ, խարիզմատիկ և ուժեղ կերպարներով։ Նրա խաղացանկում շատ են եղել այնպիսի հերոսներ, որոնք կարող են փայլել և ներկայացնել իրենց կերպարը սոսի բարդ ու խորքային բնավորությամբ։ Նշենք, որ Հայկ-Աֆրիկյանը նախորդ հեռուստասերիալում միացավ սերիալի ավարտին, և հեռուստադիտողները քննարկում էին, որ Դիանա Գրիգորյանի հաջորդ սերիալում Հայկ-Աֆրիկյանն ունենալու է գլխավոր կերպար, այնպես որ սպասենք նորություններին։ Հեռուստադիտողները կասկածներ ունեն, որ սոսի կերպարը հնարավոր է մարմնավորի Կարեն Ասլանյանը։ Նա վերջերս հայտարարեց, որ վերադառնում է հեռուստաէկրաններ։ Սա ևս մեկ հետաքրքիր հանգամանք է, որը հեռուստադիտողներին ստիպել է մտածել, որ հենց նա կարող է լինել սոսի դերակատարը։ Կարեն Ասլանյանն իր խաղաոճով միշտ առանձնացել է խիստ ու ազդեցիկ կերպարներով։ Նրա հնարավոր ներգրավվածությունը նշանակում է, որ սոսը կլինի ուժեղ, խիստ ու հնարավոր է նույնիսկ անողոք։ Հեռուստադիտողները քննարկում են նաև Կարեն Հովհաննիսյանի տարբերակը։ Անսպասելի է, բայց հնարավոր տարբերակ։ Մյուս հավանական թեկնածուն Կարեն Հովհաննիսյանն է։ Չնայած նրա ավելի քիչ է քննարկվում, սակայն նրա դերասանական փորձը նրան դարձնում է ևս մեկ հավանական ընտրություն, հատկապես, որ սա առաջին համագործակցությունը չի լինելու Դիանա Գրիգորյանի և Կարեն Հովհաննիսյանի միջև։ Եվ վերջապես, հեռուստասերիալի ինստագրամյան պաշտոնական էջում հրապարակվել է մի փոքրիկ լուսանկար, որին կից գրված է. «Ով կդառնա վերջին զանգի ամենաքննարկվող հերոսը, ինչ եք կարծում, ով է մարմնավորելու սոսի կերպարը»։ Սոսի վերադարձը վերափոխելու է ողջ սերիալը։ Նա վերադառնում է ոչ միայն որպես անձնական խնդիրների կենտրոնական ֆիգուր, այլև որպես ուժեղ կերպար, որը կազդի բոլոր հերոսների ճակատագրերի վրա։ Հեռուստադիտողները մեծ անհամբերությամբ են սպասում սոսի վերադարձին։ Ով է լինելու նա։ Արդյոք դա կլինի Հայկ-Աֆրիկյանը, որը սերիալում դեր չի ունեցել, թե Կարեն Ասլանյանը, որը հայտարարել է իր վերադարձի մասին, կամ գուցե Կարեն Հովհաննիսյանը։ Ինչ եք կարծում, ով կդառնա վերջին զանգի ամենասպասված հերոսը։ Մինչ միասին կբացահայտենք, թե ով է մարմնավորելու սոսի կերպարը, միացեք մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու-բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Իսկ հեռուստասերիալում սպասվում են ամենաինտրիգային ու հետաքրքիր տեսարանները, այնպես որ մնացեք մեզ հետ, որպեսզի միասին բացահայտենք ամենահետաքրքիր գաղտնիքները։ Ինչպես արդեն պարզ է հեռուստադիտողներին, Աննան հայտնվում է հիվանդանոցում, քանի որ Ֆրիդայի հետ վեճից հետո Ֆրիդան նրան հրում է և նա ընկնում է աստիճաներին։ Հեռուստադիտողներին հուզում է մի հարց՝ արդյոք Աննան կկորցնի իր երեխային։ Այսպես թե այնպես, Աննայի կյանքում մեծ շրջադարձեր են սպասվում, քանի որ նա շատ շուտով հանդիպելու է իր կյանքի իսկական մղձավանջի հետ։ Այն պահին, երբ նրա հարաբերությունները Միքայելի հետ կարծեք թե լավացել են, հայտնվում է սոսը, այն էլ ոչ միայնակ։ Միայն սոսի հայտնվելը ենթադրում է, որ հեռուստասերիալում հետաքրքիր ու ինտրիգնա։ Հավանաբար սցենարիստն այնպես էր պլանավորել, որ Աննան երեխան կորցներ Ֆրիդայի պատճառով և ոչ թե սոսի, և հավանաբար Աննան կկորցնի երեխային, որպեսզի այնուհետև պարզվի, որ սոսը վերադարձել է ու նա միևնույն է ատելու է Միքայելին և բնականաբար չի կարող իր հետ կրել Միքայելի զավակին։
Դե ինչ է սպասվում հեռուստասերիալի հետագա սերիալներում, կիմանաք, եթե միանաք մեր ալիքին, իսկ քիչ անց սպասվում է ամենահետաքրքիր տեսանյութը հետաքրքիր բացահայտումներով, ինչ է սպասվում շախունցների ընտանիքում Սոսի վերադարձից հետո, և արդյոք Սոսին կհաջողվի շախունցների ընտանիքին վնասել, թե երբ պարզվի, որ Աննայի աղջիկը Անգելինան է, Սոսն ուղղակի կվերցնի իր դստերն ու կհեռանա երկրից, ինչ եք կարծում, ինչ է սպասվում հետագա սերիալներում: